Ասեք, հարցրեք ասեք։ Ինչպես արձագանքեցին ձեր կոչին։ Արձագանքեցին այնպես, ինչպես է սպասում էր, չէի կասկածում, եւ ցանկացողների թիվը ավելի շատ է, քան ես խնդրել էի։ Նույնիսկ ասում ես չէի կասկածում, այդպես էլ պետք է լիներ։ Տղաների ոչին մարտունակությունը տեղին է։ Վերջին ժամանակներս տղաների ոչին մարտունակությունը կոտրել էին, ես կարծում եմ, որ այս գումարտակը ինքը իրենով եւ իր ոչին է բարձրացնելու եւ բարձրացնելու է ամբողջ մեր կրվող ուժերի ոչին եւ այս գումարտակը մեծ անելիքներ ունի անելու։ Ես կարծում եմ գումարտակը նույնիսկ կարող է վերածվել գնդի։ Մենք կհասնենք դրան։ Եվ քանի որ առիթ ներկայացավ, ես ուզում էի մի քանի հարցերի մասին խոսել, ուրեմն մյուս ի տարբերություն այս գումարտակի, մյուս գումարտակները, որոնք մենք ստեղծում ենք սահմանամերձ շրջաններում, յուրաքանչյուր սահմանամերձ շրջանում ստեղծում է ռեզերվի նույն կարգի գումարտակ, պետական կառույցների մեջ աշխատավարձները պահպանվում են, ովքեր չեն աշխատում, աշխատավարձ ենք տալիս հանրապետության մինիմումի կրկնակի չափով, եւ մեծ մասամբ շրջաններում գումարտակները պիտի հավաքվեն, ասենք 4-500 մարդ, հավաքվում են ընդամենը 80-100 մարդ, զինապարտները փախչում են, մասսայաբար փախչում են։ Ես ուզում եմ զգուշացնել, եթե նշված ժամկետում շրջաններում իրենց գումարտակները չկազմավորվեն պահեստազորի գումարտակները, որոնց մենք պահելու ենք եւ գումարով, եւ զենքով, եւ զինամթերքով, ամեն ինչով, օրինական պետական կարգով, եթե գումարտակները չկարգավորվեն, ես շրջաններից կանեմ այն զորամիավորները, որոնք կան։ Եվ թող իրենց պաշտպանեն։ Իրենց հնարավորությունը ընձեռնված ամեն անգամ դժբախտությունից դուրս գալիս են, խնդրում են թե մեզ զենք տվեք, զինամթերք տվեք։ Հիմա դեռևս դժբախտություն չկա։ Հիմա կազմավորման հրաշալի հնարավորություն ունեն եւ փախչում են։ Օրինակ Սիսիանի շրջանում, այդ հրաշալի շրջանը, որտեղ կամավորականները 120 հոգի ունենք, միշտ կան վերջի 4 տարին, կամավորականներից բացի հիմա 400 մարդ է զինակոչվել, 480-ն են ներկայացել։ Եվ այս կարգի բազմաթիվ շրջաններում։ Նույնը Վարդենիսում, նույնը Կրասնասելսկում, որ բոլորը այսպես անհատները գալիս են այստեղ զենք են ուզում, իրաց տրված հնարավորություն մտնեն պետական կառույցի մեջ իրանց շրջանը պաշտպանեն, ոչ ոք չի մտնում, փախչում են։ Այդ բոլոր փախչողների դեմ մենք չենք կարող։ Եթե չունի ժողովրդական մոտեցում, եթե տեղային իշխանությունները չպայքարեն, եթե պայքարի ուրիշ ձև չկա, ես նորից զգուշացնում եմ ուղղակի եւ ամենալ լրջությամբ։ Եթե շրջաններում իրենց գումարտակները չկազմավորեն, շրջաններից ես կանոնավոր ուժերը դուրս եմ հանելու։ Դրանք այդքան շատ չեն եւ դրանք ունեն իրենց խնդիրները այստեղ լուծելու, նաեւ Արցախում լուծելու։ Այդ ինչ որ իրենք այդ երեխեքը, որ իրանց համար հիմա կռվում են շրջաններում, դրանք ուրիշ բաժին երեխեք են։ Իրանք ուրիշ տեղ պիտի լինեին, այդ իրանց տունն են պաշտպանում, իսկ իրենք այնտեղ չգիտեմ, փախչում են։ Ինքնատուն ունեցեք։ Եվ այդ երրակները, որ ստեղծվել են փաստորեն, արդեն նախագահ հրամանագիրը կա զորակոչից խուսափողների համար։ Ասեմ, այդ մասին անպայման ցույց եք տալու ամբողջը, ժամանակ ունեք այդքան։ Չէ, լավ, երկու բառ ասեք, ցույց տվեք, ասեք, ես ամենին կասեմ ցույց տվեք։ Ուրեմն նախ առաջինը մյուս խնդիրը Հայաստանի գնդերից բազմաթիվ փախածներ կան, ստեղծված են երրակների հիմա դատախազությունից, բանից միլիցիայից, KGB-ից եւ զինկոմիսարիատներից, որպեսզի նրանց վերադարձնեն իրենց վայրերը ծառայության։ Մյուսը Արցախից փախած բազմաթիվ զինվորներ կան։ Այսօր Արցախի պաշտպանության կոմիտեի նախագահը ինձ այստեղ զանգալ է, խնդրում է, հատկապես Մարտակերտի շրջանից փախածներ կան, որտեղ հերոսի տեսքովման են գալիս այստեղ, վիլիսներով, չգիտեմ, նիվաներով, ամեն տեսակ զենքերով ծածկված, մինչդեռ այնտեղ 24-երով, այո, գողացված ավտոմեքենաներով, փողեր են վերցնում, այնտեղից մարդկանց են էվակուացնում, այդ Արցախի, այսպես վայ-ֆիդայներ, եւ այստեղ ունեն Աստծո հարգանք։ Դրանց նկատմամբ դուք հասարակական մոտեցում ա պետք։ Դրանք ուղղակի փախստական են, ոչ մի արցախցի զինվոր, իրենք ինձ այնտեղ ասեցին, իրենց խոսքերն եմ կրկնում։ Ոչ մի արցախցի զինվոր, մի տասնյակ մարդիկ կան, որոնք գրությամբ գործով այստեղ են։ Մնացյալ բոլորը փախստականներ են, դավաճաններ են, լքել են իրենց տները, լքել են պոստերը, գտնում են այսօր Երևանում, թե քեֆեր են անում։ Ի նկատի ունեցեք նաև դա։ Դրանց դեմ մենք առաջիկա օրերին այս ռեսպուբլիկայում եղած խառնափնթոր վիճակը մեզ հնարավորություն չէր տալիս դրանով զբաղվել։ Հիմա առաջիկա մի քանի օրի մենք դրանցով կտրուկ զբաղվելու ենք, սակայն հասարակական մոտեցում է պետք ամեն առաջին հերթին։ Նրանք այստեղ համարվեն ամենաարհամարված մասան եւ ոչ թե հերոսներ։ Այսքանը։